Վախենում եք բիֆ ստրոգանով պատրաստել, քանի որ մտածում եք այն շատ դժվար է, եկեք միասին պատրաստենք եւ ես ձեզ հակառակը կապացուցեմ։ Նախ տավարի փափկամիսը կտրատում ենք բարակ երկար, տապակում ենք կարագի մեջ փակ կափարիչով մոտ 30 րոպե։ Այդ ընթացքում կտրատում ենք սոխը, կիսալուսնաձև, այնուհետև կտրատելու ենք շամպինյոնը եւ մի պճեղել սխտոր ենք մանրեցնելու։ Մինչ մենք կտրատում ենք բանջարեղենը, միսը հասցրել է կարմրել, հեռացնում ենք տապակի մեջից եւ հենց այդ տապակի մեջ տապակելու ենք սոխը, այնքան մինչև դառնա ոսկեգույն։ Կավելացնենք շամպինյոնը սխտորը, մի փոքր էլ միասին կխառնենք, կտապակենք եւ կհամեմենք աղ, սև պղպեղ եւ 2 թեյի գդալ ալյուր։ Խառնում ենք, ավելացնում ենք սերուցքը եւ արդեն իսկ տապակված միսը։ Փակում ենք կափարիչը մոտ 30 րոպե էլ մարմանդ կրակի վրա դա ենք եփում։ Այդ ընթացքում տապակում եմ կարտոֆիլը։ Կարող եք նաեւ կարտոֆիլի հյութ պատրաստել, որ տարբերակը որ դուք եք նախընտրում։ Եվ վերջ կարող ենք մատուցել։ Այսօր համտեսելու է ամուսինս։ Եկեք հետևենք էմոցիաներին եւ տեսնենք արդյոք հավանես թե ոչ։ Իսկ այդ ընթացքում դուք հետևեք էջից, որ ոչ մի համեղ բաղադրատոմս բաց չթողնեք։ Ինչպես տեսնում եք, շատ է հավանել, այնպես որ պահպանեք, որ դուք էլ պատրաստեք ուրախացնեք ձեր ամուսիններին։